5 տարի է Բերթաշեն գյուղի համար նոր դպրոց կառուցելու փոխարեն քանդում են, ավելի կոնկրետ նախկին շինարարի անորակ աշխատանքն են վերացնում, տեղը նորից կառուցում։ Սարքածը քանդելով է առաջ գնում նոր շինընկերությունը։ Կառուցապատման ավարտի վերջը չի երևում։ 2020 թվականի ծրագիրը պետք է ավարտված լիներ 2023-ին։ Այս ընթացքում թերությունների եւ աշխատանքի դանդաղ տեմպերի պատճառով երկու անգամ շինարարությունը կասեցվել է։ Ի վերջո բանը հասել է նրան, որ ամիսներ առաջ շինօբյեկտը վերցրել են շինարարի ձեռքից։ Հիմա նոր շինընկերություն է աշխատում։ Պատուհանները մենք ենք դրել, հոսանքը մենք ենք քաշել, շարը 70% երևի մենք ենք արել, տանիքը մենք ենք արել։ Դե նախատեսված եղել է տարածել բաները, ջրագծերը եղել է, մի ուզում ենք փոխենք ձևափոխենք, սպես էստա։ Սենց իշնի էլի, որ ճիշտ ձևերով, սաղգծակերով շեղում չլինի ընդհանրապես։ Նախագծային շեղումներով ու շինարարական թերություններով 5 տարի աշխատել է նախկին շինարար Վանի Սպան։ Անորակ շինարարության ժամկետների խախտումներով աշխատանքի պատճառով պատվիրատուն, այսինքն քաղաքաշինության կոմիտեն, մի քանի զգուշացումներ տվել է։ Կոմիտեն բացահայտել է նաև, որ նշանակված տեխնիկական վերահսկող եղել է, բայց առանց նրա է ընթացել շինարարությունը։ Անցած տարի շինարարությունը դադարեցվել է, բետոնային աշխատանքների մի մասը ապամոնտաժվել։ Օրինակ 2024 թվականին հանձնաժողով էր ստեղծվել, որը իրականացրել էր այդ օբյեկտում ակտիվիտական եւ գործիքային ուսումնասիրություն եւ արդյունքում այդ որակական խնդիրներն էին ի հայտ եկել եւ որոշում էր կայացվել քանդել բետոնե որմնախարիսխի քայքայված հատվածները եւ ուժեղացնել որմնախարիսխը։ Եվ նաև նշեմ, որ հետևանքներ եւս եղել են ընկերության համար, պայմանագրով ստանձնած պարտավորությունների ժամանակին եւ պատշաճ չիրականացնելու պատճառով Վանի ՍՊ-ի նկատմամբ տույժեր են կիրառվել ընդհանուր 53 միլիոն դրամի չափով։ Տուգանքները, սարքածը քանդելու, թերությունները վերացնելու պահանջները չեն ավելացրել պատասխանատու լինելու պարտավորությունը։ Արդյունքում տեղհսկողություն իրականացնող ընկերությունը զրկվել է լիցենզիայից։ Այսինքն այս որոշման շրջանակում փոխադարձ համաձայնությամբ են պայմանագրերը լուծվում կապալառուի եւ պատվիրատուի միջեւ։ Դրա շրջանակում կապալառուին վերադարձվում է որակի եւ պայմանագրի ապահովման երաշխիքները։ Փոխարենը հաջորդ 3 տարիների ընթացքում տվյալ ընկերությունը իրավունք չի ունենում մասնակցելու պետական գնումներին։ Արդեն մնացորդային աշխատանքները հնարավորություն է լինում շարունակելու, նոր մրցույթ իրականացնելու, ներգրավելու նոր կապալառու, ընդ որում նշեմ, որ արդեն մնացորդային ծավալները տվյալ պահին գործող արժեքներով են, նախաշվային արժեքներով են սահմանվում։ Նախկին շինարարի Վանի ընկերության հետ պայմանագիրը խզվել է Բերթաշենի դպրոցի շինաշխատանքների մոտ 40%-ն իրականացնելուց հետո։ Նոր մրցույթով նոր կապալառուն շին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 1 ամիս է զբաղված է ոչ միայն տեխնիկական բնույթի, նաև շենքի սեյսմակայունության վտանգները նվազեցնելու գործով։ Հիմքը շատ եղել է ամուր, բայց դրանից հետո եկել է ցոգոլը միջին ապաստարանը ջրահեռացումը չի եղել, հեսա մաքրել են լրիվությամբ նոր ձևով ամբողջովին պատրաստան են արել, իզոլացիա են արել, էսի աղյուսները կանգնեցրած է 50 սանտիմետր մեկը մյուսից հեռու է, որը պետք է լիներ 20 սանտիմետր։ Քանդել ենք, շարունակում ենք իրենց ոնց ասած թերի գործերը։ Ամասիայի տարածաշրջանին բնորոշ խիստ եղանակը չի խանգարի շինարարին աշխատել նաև ձմռանը։ Աշխատուժը բավարար է, շինարարական բրիգադում վարպետների ու բանվորների խնդիր չունեն։ Իրանցի մասնագետներ են նաև ընդգրկել։ Աշխեկը աշխատանքի որակից ու տեմպերից բողոքելու տեղ չունի։ Մեր հետ բավականին ժամանակ աշխատում։ Գործված շատ որակով մասնագետներ։ Բանվոր իհարկե 2-3 հոգի ունենք տեղում, տարբեր չգիտեմ ինչ։ Մնացածները սա մասնագետներ, 30 հոգի տվյալ պահին մասնագետ են աշխատում։ Ավարտի ժամկետների շեղումներով կառուցվող դպրոցը նոր շինարարը պատրաստ է շահագործման հանձնել հաջորդ տարվա սեպտեմբերին։ Բերթաշենի մոդուլային դպրոցը նախատեսված է 200 աշակերտի համար։ Այս թվակազմը հնարավոր կլինի ապահովել Ամասիայի տարածաշրջանի 9 գյուղերի դպրոցների միավորումով։ Ժամանակավոր նախկին գյուղապետարանի շենքում տեղակայված Բերթաշենի միջնակարգ դպրոցում հիմա 30 աշակերտ է սովորում։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։